Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 12։ Դու լսում ես աղոթքը, ամեն մարմին քեզ մոտ է գալիս, Սաղմոս 65-րդ գլուխ 2-րդ խոսք։ Օրինակ վերցնելով այս աղոթքի պարտականությունը, ակնհայտ է, որ այս գործում մեզ չի նշանակված հռչակելու Աստծո կատարելությունները, նրա մեծությունը, սրբությունը, բարությունը և ամենաբավ լինելը, ինչպես նաև մեր սեփական խոնարհությունը, դատարկությունը, կախվածությունն ու անհրաժեշտությունը, մեր կարիքներն ու ցանկությունները այն նպատակով, որ Աստծուն տեղեկացնենք այս բաների մասին կամ նրա սիրտը շարժենք և նրան համոզենք, որ կամենա ողորմել մեզ, այլ որպեսզի այն ամենը, ինչ արտահայտում ենք, ազդի մեր իսկ սրտերի վրա և ձևավորի դրանք ու այդպես մեզ պատրաստի ընդունելու այն օրհնությունները, որ խնդրում ենք։ Եվ Աստծո պաշտամունքի մեջ այդպիսի շարժումները և արտաքին վարքագիծը, որոնք սովորությունը դարձրել է խոնարհության և ակնածանքի նշաններ, այլ օգուտ չունեն, քան այն, որ ինչ-որ կերպ ազդեցություն ունեն մեր սեփական սրտերի կամ ուրիշների սրտերի վրա։ Աստծուն փառաբանելը նախատեսված է հիմնականում նրա համար, որ մեր հավատքի զգացմունքները արթնանան և արտահայտվեն, այլ պատճառ չկա, թե ինչու պետք է Աստծուն հայտնենք չափածո կերպով բանաստեղծության նման, ոչ թե պարզապես սովորական խոսքերով և դա անենք երաժշտության ներքո, բացի այն բանից, որ մեր բնույթն այնպիսին է, որ այդ ամենը օգնում են շարժել մեր զգացմունքները։ Նույն բանը ակնհայտ է Աստծո կողմից հաստատված խորհուրդների բնույթում և կառուցվածքում։ Հաշվի առնելով մեր բնույթը, Աստված ոչ միայն կարգադրել է, որ մեզ պատմվի Ավետարանի և Քրիստոսի փրկագնման վեհության մասին և ուսուցանվի իր խոսքով, այլ է, որ այդ ամենը, այսպես ասած, ներկայացվի մեր աչքերի առաջ շոշափելի պատկերներով, առակների խորհուրդներով, որպեսզի այդ ամենը ավելի հզոր կերպով դիպչի մեր սրտերին։